խոսեց Նիկոլ Փաշինյանը հայոց ցեղասպանությունից, նախ մեկ անգամ է իր ուղերձում ցեղասպանություն բառն օգտագործել, հետո արդեն 3-4 անգամ մեծ եղել եւ դատապարտել է այդ թվում 3 տեղի ունեցած երկու երկրների դրոշների այրումը, ինչով է պայմանավորում այս մոտեցումը տեղի ունեցած։ Դրոշների այրումը եւ ժողովրդի կամ արտահայտումը էականորեն, եթե չասենք տրամագծորեն տարբերվում է կառավարության ու գործող իշխանության քաղաքականությունից, մտածելակերպից, պատմական հիշողությունից ու պահանջատիրությունից։ Հետևաբար դրոշների այրումը Հայաստանի իշխանությունների կողմից դատապարտելը դա ոչ այլ ինչ է, քան թուրք-ադրբեջանական շահերի սպասարկում եւ նույն քաղաքականության ու նույն մտածելակերպի կրում։ Նիկոլ Փաշինյանը նոր չի սկսել հայոց ցեղասպանության շղթողական քաղաքականության տեղական սպասարկումը, դեռևս սկսել է քիչ տարիներ առաջ տեղի ունեցավ ցեղասպանության ինստիտուտ թանգարանից որոշակի նյութերի եւ արխիվների ոչնչացման հրապարակումներ, այնուհետև տարբեր իշխանական պատգամավորներ, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակայինորեն նույնիսկ արտաբերեցին, որ պետք է ցեղասպանության զոհերի անուն ազգանուններով իդենտիֆիկացիա տեղի ունենա եւ պետք է այդ փաստերը սկսեն հավաքել եւ այլն։ Հետևաբար ես հայ ժողովրդի կամքը, հայ ժողովրդի նորից եմ կրկնում հիշողությունը եւ պահանջատիրությունը էականորեն տարբերակում եմ եւ դիստանցավորում եմ գործող իշխանության եւ պատմական հիշողությունից եւ ընկալումներից եւ քաղաքականությունից ու նրանց պահանջատիրությունից, որովհետեւ ըստ էության գործող իշխանության պահանջատիրությունը նույնական է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Թուրքիան պահանջում է մոռացության մատնել հայոց ցեղասպանությունը եւ պահանջատիրությունը եւ այդ թվում նրանց կողմից զղջումը եւ փոխհատուցումը, նույն քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունը վարում է Հայաստանի ներսում։ Իսկ ինչ պետք է անել, այդ առումով, որ միջազգային ճանաչում ստանա հայոց ցեղասպանությունը, եթե Հայաստանի իշխանությունները հետևողականորեն եւ ինչպես արտաքին գործերի նախարարությունից են նշել առաջնահերթություն չէ եւ դա բացատրում են, որ օրինակ առաջնահերթություն ասելով այն նկատի ունեն, որ գնան միջազգային հանդիպումների, առաջի հարցը դա չեն բարձրացնելու, այդպես են մեկնաբանում, ասելով, որ ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն առաջնահերթություն չէ։ Տեսեք, նորից եկեք դիստանցավորենք իշխանություններին եւ հայ ժողովրդին սկզբնական ժամանակահատվածում, այսինքն ինչ փուլերով պետք է տեղի ունենա ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրանք պատմական փաստերի առկայության գնահատումն են ու ամբողջ փաստերի հավաքագրումն են, այնուհետև դրան իրավական կարգավորման ենթարկելն է, միջազգային բոլոր իրավական նորմերով պահանջատիրությունը բոլոր միջազգային ատյաններում ներկայացնելն է, այնուհետև որևէ տեղ դիվանագիտության ճանապարհով, որևէ այլ հարթակներում պարտադրանքի ճանապարհով ցեղասպանության ամբողջական ճանաչումն է, Թուրքիային պարտադրանքն է, որովհետև առանց պարտադրանքի նա չի կարող զղջալ եւ չի կարող որևէ կերպ փոխհատուցում տրամադրել, սրանք են ինստիտուցիոնալ փուլերը, որոնք պետք է տեղի ունենան։ Իսկ իշխանությունների կողմից, քանի որ դրանք չեն կարող տեղի ունենալ, հետեւաբար այստեղ դուրս է գալիս հայ ազգի կամ արտահայտում պետք է լինի իշխանություններին եւս մեկ փաստով այսպես վռնդելու հայտ ներկայացնել, իշխանափոխություն իրականացնել եւ գնալ մեր պատմական արդարության վերականգնման հետևից։ Այս իշխանության օրոք դա հնարավոր է։ Ես բացառում եմ։